Գիրք Զաքարիա, գլուխ 6. Եվ ես ետ դառա ու աչքերս բարձրացրի, և տեսա, և ահա 4 կառք էին դուրս գալիս երկու սարերի մեջտեղից, և սարերը պղնձի սարեր էին. առաջի կառքի ձիերը աշխետ էին, և երկրորդ կառքի ձիերը սև էին, և երրորդ կառքի ձիերը սպիտակ, ու չորրորդ կառքի ձիերը պիսակ էին գորշագույն։ Եվ ես պատասխան տվի և ասեցի ինձ հետ խոսող հրեշտակին. սրանք ի՞նչ են, Տեր իմ։ Եվ հրեշտակը պատասխան տվավ ու ասեց ինձ. սրանք երկնքի 4 հողմերն են, որոնք դուրս են գալիս բոլոր երկրի Տիրոջ առաջին կանգնելուց։ Այն սև ձիերը, որ նրան լցված են, դուրս են գալիս դեպի հյուսիսի երկիրը, և սպիտակները դուրս են գալիս նրանց ետևից, և պիսակները դուրս են գալիս դեպի հարավի երկիրը, և գորշագույնները դուրս եկան, և ուզեցին, որ գնան ման գան երկրումը։ Եվ նա ասեց. գնացեք ման եկեք երկրի վրա։ Եվ նրանք ման եկան երկրի վրա։ Եվ նա աղաղակեց դեպի ինձ և խոսեց ինձ հետ ասելով. տես, դեպի հյուսիսի երկիրը դուրս եկողները հանգչեցրին իմ հոգին հյուսիսի երկրումը։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. վեր առ գերիներից, Հեղդայից, Տուբիայից և Հեդայայից, և նույն օրը գնա դու ինքդ և մտիր Բաբիլոնից եկող Սոփոնիայի որդի Հովսեի տունը, և արծաթ ու ոսկի առ, և պսակներ շինիր, և դիր մեծ քահանա Հովսեդեկյան Հեսուի գլխին, և ասիր նրան, թե այսպես է ասում Զորած Տերը, թե ահա մի մարդ անունը Շարավիղ, նա իր տեղիցը պիտի բուսնե և շինե Տիրոջ տաճարը, և նա կշինե Տիրոջ տաճարը, և նա մեծափառություն է կրելու, և պիտի բազմե ու իշխե իր աթոռի վրա, և նա քահանա է լինելու իր աթոռի վրա, և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի մեջտեղը, և պսակները պիտի լինին Հելեմին, Տուբիային և Հեդայային և Սոփոնիայի որդի Հենին, իբրև հիշատակ Տիրոջ տաճարումը, և հեռավորները պիտի գան ու շինեն Տիրոջ տաճարումը։ Այն ժամանակ կգիտենաք, որ Զորած Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ, և սա պիտի լինի, եթե իրավ լսեք ձեր Տեր Աստծո ձայնին։